100 գումարած 10 հայկական այլաբանություններ նախագծով ապրիլի 24-ից մինչև մայիսի վերջը Բերլինի Մաքսիմ Գորկի թատրոնում տեղի կունենա արդի հայ արվեստի համապատկերը ներկայացնող միջազգային փառատոնը։ Ծրագիրը ներառում է թատերական ներկայացումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ, ժամանակակից ազգային գրականություն, հայ կինոյի ցուցադրություններ, համերգներ եւ քննարկումներ։ Համահայկական մշակույթը փառատոնի ընթացքում կներկայացնեն ավելի քան 150 արվեստագետներ, որոնց թվում են նաև այնպիսի հնչեղ անուններ, ինչպիսիք են Ատո Մեգոյանը, Արսինե Խանջյանը, Տիգրան Համասյանը։ Ցուցադրական նախագծերից կներկայացվի նաև ապագա անկատար ցուցահանդեսը, որը կազմակերպիչների գնահատմամբ դուրս է զուտ մշակութային միջոցառման սահմանագծից։ Վերնագրից կարելի է ենթադրել, որ դա ցեղասպանության 110-ամյակին է նվիրված, բայց նաև այն վերջի 10 տարիներին քաղաքական իրադարձություններին, որոնց միջոցով Հայաստանը անցել է, ընդ որում նաև Արցախյան պատերազմը։ Այսինքն իր բնույթով սա քաղաքական նշանակություն ունեցող նաև միջոցառում է։ Նկատի ունենալով, թե ինչպիսի լայն պատմական շրջագիծ ունի փառատոնը, հայոց ցեղասպանություն, մշակութային եւ հիշողության կորուստներ, նախագծի համադրողը ցուցադրական հայեցակարգում ներառել է նաև Արշակ Ֆեթվաջյանի հսկայական ժառանգության կարևոր դրվագները։ Այնինչ արել է Ֆեթվաջյանը նախորդ դարասկզբին պատմական Հայաստանի տարածքում, վավերագրելով հայկական ահռելի մշակութային ժառանգության առանձնահատկությունները, ուղղակիորեն կապվում է այսօր գործող արվեստագետների առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին։ Մենք միտումնավոր փորձ ենք անում ստեղծելու որոշակի կամուրջ, հստակ գաղափարական նաև կապ պատմական արվեստի դեմքերի ներկայացուցիչների միջև եւ այն արվեստագետների, որոնք աշխատում են այսօր, այսինքն շատ հետաքրքիր ձևով բացահայտվում է այն, որ հայ արվեստագետները մեկ դարից ավել շարունակ աշխատում են նույն խնդիրների շուրջ։ Դա հավաքական ինքնությունը, հավաքական մշակութային ժառանգությունը փրկելու եւ վկայակոչելու գործառույթն է։ Փառատոնի մեծ բազմազանությունը մեկ նախագծի շրջանակում մեկտեղելով գեղանկարչությունը, լուսանկարչությունը, վիդեո եւ ինստալացիոն արվեստները փորձելու է բացահայտել ինչ ավանդույթի եւ ինչ կենսափորձի վրա են զարգացել տվյալ հեղինակների ստեղծագործական մոտեցումները եւ ինչ փոխակերպումներ են կրում այսօրվա հարաբոփոխ աշխարհում։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։